Կրկին ողջույն, սիրելի հեռուստադիտողներ, դուք դիտում եք Երկրի առավոտը և ծրագրի այս հատվածում մենք զրուցելու ենք Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանի և պատանի դերասաններ Սուսաննա Հակոբյանին, ինչպես նաև Հարություն Գալստյանի հետ, ում և սիրով ասում եմ բարի լույս։ Բարի լույս, կոլեջում բացվեց թատերական բաժին, ես կարծում եմ, որ դա շատ կարևոր բան էր, որովհետև մեր երեխաները այնտեղ սովորում են խոհարարություն, ոսկերչություն, հաշվապահություն և հեռու են արվեստից։ Շատ հաճելի էր և շատ օգտակար էր, որ բացվեց այդ բաժինը, և երեխաները սկսեցին շփվել արդեն արվեստի հետ, սկսեցին շփվել թատրոնի հետ, սկսեցին շփվել գրականության հետ։ Թատերական խումբ, որ դասարանից են ընդունում, ինձ հետաքրքիր է, երեխաս պետք է 8-րդ դասարանը ավարտի այս տարի։ Ինձ հետաքրքիր է, որ դասարանից են ընդունում։ Հասկանալի է, ձեր հարցը շնորհակալ եմ։ 8-րդ դասարանը ավարտելուց հետո նա կարող է ընդունվել քոլեջ, ճարտարագիտական քոլեջի որ բաժինը, որ ասենք թատերական, չգիտեմ որ բաժինը, նրանք 10 ավարտում են դպրոցը, ստանում են դպրոցի վկայական, ավարտական վկայական, ինչպես նաև ստանում են տվյալ մասնագիտության համար վկայական, որ նրանք ավարտել են այսինչ բաժինը։ Ես կարող եմ նույնիսկ համարը, հեռախոսի համարը տալ, դուք զանգեք, հետաքրքրվեք, ավելի մանրամասնություն 28 57 82։ Որ պարզապես հիացած էի երեխաների դերասանական խաղով, վարպետությամբ, բեմական խոսքով, ներեք դուք բեմադրել։ Ինչ ներկայացումներ բեմադրվել քոլեջում։ Քոլեջում ասա առաջի ներկայացումներ, առաջի բեմադրություններ, հետագայում իհարկե պետք է լինի։ Պետք է անկեղծ լինեմ այս պահին և խոստովանեմ, որ պարզապես հիացած էի երեխաների դերասանական խաղով, վարպետությամբ։ Ես շնորհակալ եմ ձեզ և ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ «Հեյ, քեզ հետ եմ, բարև» Գենադի Մամլինի պիեսի հիման վրա բեմադրված ներկայացումը դուք կարող եք դիտել փետրվարի 5-ին, սկիզբը ժամը 19-ին, պատանի հանդիսատեսի թատրոնում։ Գլխավոր դերակատարներն են Սուսաննա Հակոբյանը, Հարություն Գալստյանը, իսկ բեմադրիչը Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանն է։ Մենք էլ ենք շատ շնորհակալ այս հանդիպման համար։ Ես ուրախ եմ, գիտեք ավելի շատ ինչի համար, որ մեր երկու երիտասարդները արդեն կամաց դուրս են գալի, իրեն ճանաչումը դուրս է գալիս քոլեջի սահմաններից եւ արդեն սկսել են մեր հանդիսատեսը, ժողովուրդն է սկսել ճանաչել մեր այս երկու շնորհալի երիտասարդներին։ Ես էլ նրանց ցանկանում եմ, որպեսզի չհիասթափվեն, չհուսահատվեն, շարունակեն նույն նվիրումով, նույն սիրով ծառայել հայ թատերական արվեստին։